Ժամեր առաջ դերասան և երգիչ Գոռ Հակոբյանն իր սոցիալական էջերում հրապարակել է որդու Ֆելիքսի լուսանկարը, ցույց տալով, թե ինչքան դրական է տրամադրված հենց ինքը Ֆելիքսը իր բուժման ընթացքին։ Լուսանկարից երևում է Ֆելիքսի պարզ ու անմեղ ժպիտը։ Հիշեցնենք, որ Գոռ Հակոբյանը, նրա կինը Հրուշ Մնոյանը և իրենց որդին Ֆելիքսը մեկնել են Գերմանիա երեխայի բուժման նպատակով։ Հետևորդները շարունակ սպասում են նորությունների կապված փոքրիկի առողջական վիճակի հետ և հույս հայտնում, որ ամեն ինչ, իհարկե, լավ է լինելու։ Star News-ը ևս մեկ անգամ մաղթում է Ֆելիքսին շուտ ապույտ ապաքինում և քաջ առողջություն։ Հավելենք նաև, որ երեկ Հրուշ Մնոյանը նշում էր ծննդյան տարեդարձը։ Այդ առիթով նա բազմաթիվ շնորհավորանքի խոսքեր է լսել։ Եվ հենց ինքը Հրուշը հրապարակել էր Գոռ Հակոբյանի հետ լուսանկար, որին կցել էր «Մենք երկուսով» երգը։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել նաև մի քանի այլ տեսանյութ, որոնք այս ընթացքում ընտանիքը հրապարակել է սոցիալական հարթակներում։ Այսօր Ֆելիքսին ճանապարհում ենք Մյունխեն։ Հիշեք այս օրը շատ շուտով, ընդամենը 10 ամսից հանդիպում ենք էլի ստեղ։ Վելես աղասը խոստացել է, որ պետք է տգլոր Փարիզ է։ Մեջքը բաչորիկով մենակով Բերդին։ Մենակով։ Ասաֆել։ Աղասը պետք է Փարիզ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր հայ ազգին, որ մեր կողքին են։ Մերսի Ժորժ ջան։ Մենք ճանապարհում ենք, всё։ Ասապակա կհանդիպենք 10 ամսից։ Всё։ Բարի ճանապարհ։ Բարի լույս իմ շատ սիրելի Հայաստան, բարի լույս իմ շատ սիրելի Սփյուռք, բարև աշխարհի հայություն։ Ես անչափ հպարտ եմ ձեզանով։ Ես շատ ուրախ եմ, որ յուրաքանչյուր հարցի շուրջ մենք կարող ենք համախմբվել ու այդ հարցը միայն մեր ուզած ձևով լուծել։ Այս բայի դրությամբ ես հայտարարում եմ դրամահավաքի ավարտը։ 12-ն է մարտի, առավոտ ժամը 10-ն է։ Ես հայտարարում եմ դրամահավաքի ավարտի մասին, որովհետև 36 ժամում մենք կարողացանք ունենալ մեզ պահանջվող գումարը Մյունխենում բուժում ստանալու համար, ձեր շնորհիվ։ Ես անչափ շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ, Աստված յուրաքանչյուրիդ օջախներում թող միայն ջերմություն բերի, միայն առողջություն բերի։ Ես անչափ շնորհակալ եմ փոխանցումների համար, անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ֆիզիկապես եկան մեր տան մոտ ինձ տեսան, անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ընդհանրապես ոչ մի բան չփոխանցեցին ու միայն աղոթեցին մեզ համար։ Անչափ շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների համար, որովհետև այդ բազմահազարանոց մեկնաբանությունները ես կարելի ասել մոնիթորինգ եմ արել ու որևէ վատ մեկնաբանություն ես չեմ տեսել։ Անչափ շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչ որ դուք արեցիք ինձ համար։ Ես դա երբեք չեմ մոռանա իմ հայ ազգ։ Եվ ձեր թույլտվությամբ կա որոշակի ավելացած գումար, դա ձեր ուղարկած գումարն է ու ես կուզեմ Ֆելիքսի անունից, ձեր թույլտվությամբ, ձեր անունից նաև այդ գումարը փոխանցել նմանատիպ խնդիր ունեցող երեխայի ընտանիքի, որ իրենք էլ մի ձև կարողանան մի փոքր օգնություն մենք ցուցաբերենք իրենց։ Այդ ավելացած գումարի մասին տեսանյութը ես անպայման կընտրենք ինչ-որ մի երեխայի, կփոխանցենք իր ծնողներին ու մենք գնում ենք բուժման, տրամադրված ենք մարտական ու հանդիպելու ենք 1 տարի հետո արդեն ուրախ առիթներով։ Ես շնորհակալություն եմ հայտնում ևս մեկ անգամ ձեզ, Աստված բոլորիս պահապան։ Ես Գոռ Հակոբյանն եմ, ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ է կատարվում ինձ հետ և ինչ եմ ես պասիվ ընդհանրապես համացանցում։ Ցավոք դարի հիվանդությունը նաև ներխուժել է իմ ընտանիք։ Որդուս Ֆելիքսի մոտ 1 ամիս առաջ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող Յուինգի սարկոմա, որը րոպե առաջ անհապաղ պետք է բուժել Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Վերջին 1 ամսվա ընթացքում, երբ մենք հայտնաբերել ենք դիագնոզը, արել ենք բազմաթիվ հետազոտություններ Մոսկվայում և Երևանում ու ցավոք դիագնոզը հաստատվել է։ Իմ և ընկերներիս դրամական միջոցները, իմ դրամական միջոցներն ու ընկերներիս մեծ աջակցությունը ցավոք չի բավականացնում նման կարգի լուրջ բուժման համար ու ես ինչքան էլ ինձ համար դա անցանկալի է, բայց հայտարարում եմ
Դրամահավաք։ Խնդրում եմ իմ բոլոր ընկերներին, խնդրում եմ ծանոթ եւ անծանոթ մարդկանց կատարել ձեր դրամական փոխանցումները, որպեսզի ես րոպե առաջ կարողանամ տղայիս հասցնել Գերմանիա։ Բոլոր այն ունեցվածքը, այսպես կարելի ասել, որը որ ես տարիներ շարունակ հալալ քրտինքով աշխատել եւ ստեղծել եմ, հավաց է վաճառքի։ Բայց քանի որ մենք ունենք ընդամենը 5-ից 7 օր ժամանակ մինչ մեկնելը, ես չեմ հասցնի այդ ամեն ինչը վաճառեմ, դրա համար դիմում եմ ձեր օգնությանը։ Բոլոր հաշվի համարները նշված են ներքևում, դրամային դոլարային հաշվի համարներ, քարտից քարտ ուղղակի փոխանցում Հայաստանի տարածքում։ Նաև կարող եք կատարել փոխանցումներ GoFundMe-ով ԱՄՆ-ից, Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները, ու ես ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը ձեզ։ Աստված թող բոլոր բարիքներին պահապան լինի։ Մեզ մնում է նաև հավելել, որ դրամահավաք հայտարարելու սկզբնական օրերին հայ հայտնիներից շատերն իրենց սոցիալական էջերում տեսաուղերձ էին հղում ու պարբերաբար թարմացումներով հայտնում նոր մանրամասներ դեպքի վերաբերյալ։ Անի Երանյանը, Արամ Մելիքյանը, Մենչը, Գրիգոր Դանելյանը, Աղաս Մանուկյանը և շատ այլ հայ հայտնիներ իրենց խոսքն էին ուղղում իրենց լսարանին։ Առաջարկում ենք լսել այդ հոլովակներից մի քանիսը։ Սիրելի ընկերներ, Միացյալ Նահանգներից Մանիտան տնօրենությունը նոր տեղեկացրեց եւ փոխանցեց, որ կարող եք Մանիտնից փոխանցումներ կատարել Գոռ Հակոբյանի անունով ամբողջովին անվճար, առանց պահումների։ Նրանք իրենց աջակցությունը արդեն արել են, փոխանցել են եւ ես ուզում եմ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգներում եթե կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աջակցելու մեր ընկերոջը, առանց պահումների կարող եք Մանիտնից փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն։ Խառը ու բավականին ուշ տեսա Հակոբյան Գոռի տեսանյութը, կապված իրականում ես չգիտեի, երեք գիշեր եմ իմացել, շատ էի նման ու սենց կասեմ, թե Գոռը թե մեր կարգի բոլոր մարդիկ, մենք աշխատող մարդիկ ենք ու թվացյալ մեզ մոտ երբ որ լինում են դժվարություն լուծելի է, բայց Գոռի ընտանիքում նենց բարդ իրավիճակը, ունենց մեծ ֆինանսների մասն է խոսքը գնում, որ զուտ աշխատող մարդու են, որ ասում է, համա դա բավարար չի։ Իրականում շատ բարդ վիճակ է, խոսքը որտեղ երբ որ խոսքը գնում է երեխայի մասին, դա արդեն շատ հատուկ է, ու այո, շատ հրաշալի կլինի, որ այդ գումարը հավաքվի ամբողջովին, ու հրաշալի կլինի, որ ամենակարևորը այդ ամեն ինչը բարաջող ավարտում ունենա։ Թող Տիրոջ օրհնությունը լինի Ֆելիքսի ու ընդհանրապես Գոռենց ընտանիքի հետ։ Վստահ եմ, որ 100% լավ է լինելու, վստահ եմ ամեն ինչ հաջողվելու, վստահ եմ, որ մենք բոլորս ասում կպնելու ենք ու օգնելու ենք Հակոբյան